Սյունիքում ողջի և մեղրի գետ, Վայոց ձորում արփա, Լոռիում դեբեր, Տավուշում աղստև։ Այն գետերն են, որոնցում ինտենսիվ տեղումների հետևանքով մակարդակի բարձրացում էր կանխատեսվում։ Շրջակա միջավայրի նախարարությունը զգուշացրել էր, հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված առատ տեղումների հետևանքով հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում։ Առաջին ահազանգը Կապանից էր, զգուշացնողը Սյունիքի մարզպետը։ Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է, գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ, պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ, իրավիճակը վերահսկելի պահելու համար։ Խնդրում ենք հեռու մնալ գետամերձ տարածքներից, չմոտենալ վարարած գետերին, ճանապարհներին լինել առավել ուշադիր։ Մի կողմից գետի մակարդակն էր բարձրացել, մյուս կողմից անձրևաջրերը ողողել էին փողոցները։ Քաղաքացիներից ոմանք ահազանգել էին փրկարար ծառայություն, թե ողջի գետն է վարարել։ Կապանում գետի վարարում տեղի չի ունեցել։ Հորդարատ անձրևների հետևանքով փլուզվել է սլափատարի պատնեշը։ Փրկարարներն իրականացնում են համապատասխան աշխատանքներ։ Հաջորդեց փրկարար ծառայության հաղորդագրությունը։ Ավելի ուշ ծառայությունը հավելեց։ Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց եւ ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։ Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի եւ Քաջարանի հրշեջ փրկարարական ջոկատները, ինչպես նաեւ համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները։ Անվտանգության նկատառումներից ելնելով փողոցը ոստիկանության բարեկային ծառայությունը փակել է։ Գիշերը 4:30-ի մոտակայքում տեղի է ունեցել Բաղաբեր թաղամասում հենապատի փլուզում։ Փլուզման հետևանքով մասնակի փակվել էր մայրուղի երթևեկելի հատվածը։ Անմիջապես կոմունալ ծառայության տեխնիկական միջոցներով եւ մարդկային ներուժի օգնությամբ ձեռնամուխ ենք եղել ճանապարհի երթևեկելի հատվածի բացմանը։ Հիմա էլ շարունակում ենք փլուզված հենապատի հավաքման մաքրման աշխատանքները։ Քաղաքում տարբեր տեղեր կան քարաթափումներ, թե մայրուղի ուղղությամբ, թե բանավաններ տանող ճանապարհներին։ Հիմա էլ շարունակում են անձրևները, որի պատճառով շարունակ զանգեր ենք ստանում տարբեր թաղամասերից։ Ավարտելուց հետո, որտեղ սա մայրուղի ավելի կարևոր է, ձեռնամուխ կլենք նաև մնացած հատվածների մաքրման աշխատանքներին։ Մարդկային եւ տեխնիկական ռեսուրսները բավարար են, կոմունալ ծառայությունը բոլոր տեխնիկական միջոցները գործի է դրել, ներգրավել այլ ծառայությունների հնարավորությունները։ Մենք խնդրել ենք Կապանի նորոգչին կազմակերպության կողմից նրանց տեխնիկական միջոցները եւս օգտագործում ենք մաքրելու ճանապարհատվածը բացելու համար։ Կապան քաղաքում մեր մասնագետը տեղում է տարածաշրջանում է, ողջ գիշերվա ընթացքում առատ տեղումների, անձրևների պատճառով մի փոքր գետն է վարարել եւ ունենք սողանքային հատված M2 ճանապարհի հարող տարածքում արգելապատնեշի մի փոքրիկ հատվածի փլուզում, որը այս պահին մաքրման թեյությունների վերահսկման աշխատանքներ է իրականացնում եւ 3 գիշեր Տատև լծրեն հատվածում ունեցել են քարաթափման տեղամաս, որը գիշերվա ընթացքում 2-3 ժամվա ընթացքում քարաթափումը ամբողջովին մաքրվել է։ Սյունիքում հեղեղաջրերից վնասվել էր վերգետնյա գազատար, ինչի պատճառով դադարեցվել էր Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցի որոշ սպառողների գազամատակարարումը։ Մարզում բոլոր կառույցներն են արտակարգ ռեժիմով հսկողություն իրականացնում ռիսկային գոտիներում։ Ճանապարհային դեպարտամենտի տարածքային մասնագետներն ու ինժեներները մյուս մարզերում եւս պատրաստ են, վստահեցնում է փոխտնօրենը։ Լոռիում տարուշում սպասվում է այսօր գիշեր եւ վաղը ավելի վտանգավոր իրավիճակ, այսինքն առատ տեղումներ համապատասխան մասնագետները տեղում կաշխատեն եւ համակարգեն։ Դեպարտամենտը ունի տարածքային ինժեներներ, ովքեր ժամանակ առ ժամանակ լինում են իրենց տեղամասերում։ Իսկ վտանգի սպասման դեպքում առավել եւս։ Ընդհանուր առմամբ ամփոփելով աշխատանքները փրկարար ծառայությունը տեղեկացրել է ժամը 19-ի դրությամբ փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է։ Արզումանյան փողոցի երթևեկությունը վերականգնվել։ Պարեկների եւ փրկարարների կողմից տեղում սահմանվել է հերթապահություն, իսկ դեպքի վայրում իրականացված աշխատանքների արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 6 տրանսպորտային միջոց։ Մասնատվել եւ հեռացվել են վնասված ծառեր, իրականացվել են ճանապարհի մաքրման վթարավերականգնողական աշխատանքներ։ Ըստ փրկարար ծառայության մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել։ Այնուամենայնիվ Լոռու մարզպետը զգոնություն պահպանելու կոչով է հանդես եկել, լոռեցիներին հորդորելով խուսափել այս օրերին գետամերձ հատվածներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելուց։ Առատ տեղումներով պայմանավորված դեպետում նկատվում է որոշակի ջրի քանակի ավելացում։ Այսօր եւ վաղը տեղումները կպահպանվեն, ուստի քաղաքացիներին կոչ եմ անում դիստանցիա հեռավորություն պահպանել առափնյա հատվածներից, այն քաղաքացիները, ովքեր անաստագոմեր այգիներ ունեն առափնյա հատվածներում, այսօր եւ առաջիկա 2 օրերին խնդրում եմ դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները։
Այսօր առավոտյան ընդլայնված կազմով Լոռու մարզային ստորաբաժանումների ղեկավարները փրկարար ծառայության, ոստիկանության, ճանապարհ սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչների, բժշկական կենտրոնների տնօրենների ունեցել ենք խորհրդակցություն եւ բոլոր ստորաբաժանումները 24 եթ ռեժիմով կատարում են իրենց աշխատանքը։ Կատարել ենք աշխատանքի հստակ բաժանում եւ խնդրում եմ առաջիկա օրերին պահպանել զգոնություն հետեւել հրահանգներին։ Մարզպետը հիշեցրել է, որ դեռ նախորդ տարի Դեբեդի ամբողջ երկայնքով իրականացվել են մաքրման, վնասված հատվածների, երկաթբետոնե հենապատերի վերականգնման աշխատանքներ, ինչը նշանակում է, որ ամեն ինչ բերված է կազմ պատրաստ վիճակի։ Վարդուհի Արզումանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։